Բարի օր գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում կամ դիտում եք մեր թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն է սա, հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք այս հաղորդման շրջանակում ներկայացնել քաղաքական տարբեր ուժերի ծրագրերը, քարոզարշավի ընթացքը, հասկանալ թե ինչ առաջարկներով են ուժերը ներկայանալու ընտրություններին, իհարկե բաց չթողնելով մյուս կարևորագույն հարցերը եւ այսօր թարմ ուղեղով իմ զրուցակիցը Արամ Մանուկյանն է, ՀԱԿ փոխնախագահ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, Արամ Մանուկյան։ Մի շատ կարևոր հարցից սկսենք, գիտեմ, որ դուք նոյեմբերյանի շրջանում եք եւ դպրոցներում եք եղել են դպրոցներում, որոնք կարծես թե փակման եզրին են։ Ու մենք գիտենք, որ այսօր իշխանությունը արծարծում է դպրոցներ կառուցելու, մանկապարտեզներ վերանորոգելու թեման, ու դա իրենց այսպես խաղաթուղթն է կարծես թե ձայներ հավաքելու նաև։ Ես կուզեմ ձեր տեսածի մասին պատմեք, դուք ինչ եք տեսել այդ հատվածներում, որովհետև այդ խնդիրը մենք միշտ կարծես թե ունեցել ենք, այսօր է միայն դրա մասին երևի թե խոսվում։ Շնորհակալ եմ, որ դրանից եք սկսում։ Դա ինձ համար թիվ 1 թեման է, միշտ եղել է թիվ 1 թեման, ընտրությունները այս պայն դա այդ կապ չունեն։ Ես եղել եմ Շիրակի մարզում, Ղուկասյանում, Ամասիայում, Աշոցքում, Անիում, Մարալիկում, Շիրակի Գյումրի մարզում, Ալավերդու, Թումանյանի, Լոռու, ինչպես նաև Շամշադինի եւ նոյեմբերյանի այդ բոլոր շրջանների փակվող դպրոցներում շարունակությունը լինելու է նաև դեպի հարավ, դեպի Սյունիք, Վայոց ձոր, նպատակս մեկն է փորձել համախոհ ուժերի հետ կասեցնել դպրոցների փակումը, այս որոշումը 23 թվականին է եղել եւ արդյունքում 230 դպրոց պետք է փակվի։ Դա դավաճանական, պետությունը քայքայող, ազգային անվտանգությանը լուրջ վնաս հասցնող գործընթաց է եւ գոնե հիմա ունեմ շատ համախոհներ, դիմել եմ շատ կուսակցությունների, հիմա էլ եմ դիմում, որ իրենք եւս միանան այս շարժմանը, սա վերկուսակցական խնդիր է, սա ազգային անվտանգության խնդիր է եւ բոլոր քաղաքացիական խմբերը, մտավորականները, բոլոր կուսակցությունները պետք է փորձեն ամեն ինչ անել, որ այդ դպրոցները չփակվեն։ Ինչու՞։ Որովհետև այդ դպրոցներում սովորում է այսօր 8000 աշակերտ, այդ 230 դպրոցներում եթե փակվեցին օգոստոսի 1-ից պետք է արդեն փակվեն, 5000 աշխատող կա, 2500 ուսուցիչ, մնացած տեխնիկական աշխատողներ, նրանք կդառնան գործազուրկ, հարց ենք ունենում։ Կդառնա, ինչ կա։ Գործազրկություն 5000, բայց դա էլ ոչինչ։ Խնդիրը ավելի խորքային է, այն է, որ այդ գյուղերից 55-ը սահմանամերձ գյուղեր են։ Այսինքն սահմանամերձ գյուղերը դատարկվելու են այդ դպրոցների փակվելու արդյունքում եւ արտագաղթ է տեղի ունենալու դեպի Երևան, դեպի Գյումրի, դեպի Վանաձոր, դեպի Բերդ եւ առաջանալու է այսպես կոչված դեմոգրաֆիկ վակուում, սահմանային դեմոգրաֆիկ վակուում։ Պարոն Մանուկյան, ես գիտեմ ներողություն լրիվ թվերը ասեմ, որովհետեւ այդ թվերը շատ խոսուն են։ Այդ դպրոցներից 140-ը լեռնային գյուղեր են։ Բարձր եւ դրանցից ավելի բարձր 41 գյուղ, բարձր լեռնային է 2000 մետրից ավել։ Դրանք են գյուղերն են, որոնք ձմեռ 6 ամիս կարող է փակվեն, բայց իրանք սահմանի բերանին են։ Իրանք սահման պահող գյուղեր են, բարձր լեռնային եւ ուղղակի պետությունը պետք է փող թափի, ինչ բաներ անի, որ այդ գյուղերը չքայքայվեն։ Եվ հակառակն է անում, դպրոցները փակելով այդ գյուղերը այլևս այդ հողի վրա մնալու խնդիր չեն ունեն։ Ուրեմն հաշվել էին մասնագետները, Կրթության ազգային խորհուրդ կա, որոնք շնորհակալություն շատ լավ գործ էին արել, հաշվել են, որ այդ գյուղերը եթե փակվում են 600 կիլոմետր սահմանի երկայնքով մեր գյուղերը սկսվելու են դատարկել 600 կիլոմետր։ Իսկ զինվորի թիկունքին պիտի այո, դա զինվորի թիկունքն է եւ ովքեր գիտեն, առաջին միշտ պատերազմների ժամանակ, առաջին հարձակումների ժամանակ հենց այդ գյուղի տղերքն են սահմանը պահում, հենց այդ գյուղի ժողովուրդն է սիգնալ տալիս, որ գալիս են վտանգ կա եւ իրենք նաեւ պահում են իրենք հողը 12000 քառակուսի կիլոմետր մոտավորապես այն տարածքն է, որ եթե այդ գյուղերը դատարկվում են, այդ հողային մշակվող կամ չմշակվող տարածքները հետ են քաշում, դառնում են անմշակ։
Այդ առումով է, որ ես ասում եմ, սա խիստ ռազմավարական խնդիր է, անվտանգությանը հուզող խնդիր է, անվտանգությանը հարված հասնող խնդիր է, եւ պետք է ամեն ինչ անել, որ այդ դպրոցները չփակվեն։ Հիմա եթե տվյալներ ասեմ, կզարմանաք, չեք հավատա, որ կարող է այսպիսի բան տեղի ունենալ։ Հասարակությունը չգիտի դրա մասին։ Ուրեմն կան 100-ից ավել աշակերտ ունեցող դպրոցներ։ Նույնիսկ Վանաձորում, Երևանում, Շիրակում կան դպրոցներ, հենց կենտրոններում, որ այդքան աշակերտ չունեն։ Ես գիտեմ, որ կար ժամանակ, երբ դպրոցները փակվում էին գյուղերում հատկապես այն պատճառով, որ մարդիկ լքում էին գյուղերում, մարդ չկար դպրոց գնացող։ Հիմա պատճառը ո՞րն է, որ փակվում է։ Իբր տնտեսական խնայողություններ, այն գումարը, որ ծախսում է 230 դպրոցի վրա մեկ տարվա ընթացքում, ընդամենը $20 միլիոն է, 7 միլիարդ դրամ։ Դա գիտեք ոնց է։ Դա գումար չէ, դա միզեր է երկրի բյուջեի կամ այն խնդրի առաջ, որի մասին ես խոսում եմ, այդ $20 միլիոն ուղիղ հավասար է, գիտեք, որ հեշտ լինի մեզ լսողների պատկերացնել։ Մեկ տարվա ԿՊ-ի իշխանավորների ավելավճարներն են։ Մի հատ հունվարին տվեցին, մի հատ հիմա, ուղիղ դա կազմում է 6-7 միլիարդ $, այսինքն ԿՊ-ի գրպան գնացող որպես հավելավճար, պաշտոնական հավելավճար, պարգևավճար, նույն այդքան է, այսինքն եթե նամուս ունենային, գոնե այդ մի բանից, այդ մի հատ կաթիլ եմ ասում, դրանից իրեն զրկեին, դպրոցները չէին փակվի։ Մի ուրիշ բան էլ կա ստրատեգիական, եւ մեր ծրագրի մեջ ափսոսում եմ, որ շատ կուսակցություններ սա իրենց ծրագրում չեն մտցնել, որովհետեւ ես խանդի տեսան չունեմ, ես կուզեի բոլոր կուսակցությունները սրա մասին խոսեին ու այդ խնդիրը լուծվեր։ Ուրեմն 20,000 երեխա պաշտոնապես մեր հաշվիչ պալատ վերահսկիչ պալատի տվյալներն են, սա 20,000 երեխա այսօր Հայաստանում է դպրոցի տարկի, բայց դպրոց չի գնում։ Դրանք նաև գյուղի երեխեք են, որոնք անասուն են պահում, տուն են պահում, բայց դպրոց չեն գնում։ Եթե այդ երեխեքին այդ 20,000-ից կեսին է, չեմ ասում բոլորին, ընդ որում օրենքով պարտադիր է բոլորի կրթությունը ապահովել, այսինքն այդ 20,000-ն էլ պետք է լինեն դպրոց։ Եթե դրա 1/100-ն էլ 5,000-ն էլ ուղղես այդ դպրոցներ, որոնք փակվում են, այդ դպրոցների փակվելու այդ պատճառը չի լինի, որտեղ իրենք ասում են աշակերտ չկա, գումար չկա եւ այլն։ Մի հատ թիվ էլ ասեմ, որ կարող եք սարսռալ ուղակի, մեր բնակչության ռեեստրում 110,000 երեխա կա 7-ից 19, 6-ից 19 տարեկան, որոնք բնակչության ցուցակում կան, այսինքն իրենք Հայաստանի բնակիչ են, բայց դպրոցներում չկան։ 110,000, այսինքն եթե ռազմավարական մոտեցում ունենանք, ինչը մենք առաջարկում ենք, այդ երեխեքի հոսքը ինչ որ կերպ այդ մարդկանց հայտնաբերելով պետք է ուղղել դպրոցներ եւ դպրոցները չի փակվի եւ գյուղերը չեն ամայացվի որպես ռազմավարական ստրատեգիական խնդիր սա այս առաջարկում ու ելի դիմում եմ բոլորին ամեն ինչ անել որ դպրոցները չփակվի որովհետեւ եդ վերադարձ հետ պատտել այդ process-ը չի լինի դրա համար է որ այս պատտում մենք բողոքում ենք մեր կրթական համակարգի խնդիրներից բողոքեն 300 հոգի տնօրեն չունեն գիտեք 300 դպրոց Հայաստանի դպրոցներից 1400-ից տնօրեն չունեն Չինարին այդ նայում ես 3 կողմից սահմանամերձ է 3 կողմից ու 100 աշակերտ Բոլորի այդ դպրոցներ ուր գնացել են մեծ մասամբ բարեկարգ տիպային վերանորոգված դպրոցներ են մտածում ես կարելի է այսքան թշնամի լինել սեփական երկրին որ կայացած դպրոցները Բայանդուրի դպրոց 112 աշակերտ ունի Արծվաբերդի դպրոց ունի 106 աշակերտ Որ տրամաբանության մարմնի որ մասով է քաշվել, որ այդ կարգի դպրոցները պետք է փակվեն։ Սա երկիրը քանդող, կործանող բան է, եւ ես ուղակի կոչ եմ անում այդ ուսուցիչներին։ Շատեր իմ հետ հանդիպել եմ ծնողները, ուսուցիչները, տնօրենները, գյուղապետերը գալիս են այդ իմ հանդիպումներին գյուղերում եւ բոլորը դեմ են բնականաբար որ դրանց դպրոցը փակվի, որովհետեւ շատ լավ գիտեն, դպրոցը փակվում է, գյուղը փակվում է, գյուղը վերանում է։ Կանգնեցեք ժողովուրդ, այս ընթացքը մեր ձեզ բոլորի խնդիրն է։ Դպրոցները չի կարելի քանդել։ Սրան նախորդել էր 230 դպրոց էլ Ղարաբաղում, չէ՞ Ղարաբաղ որ բանին դեպորտարին 230 դպրոց էլ ընդե փակվել։ Այսինքն այս ընթացքում 500 դպրոց նիկոլական վարչակարգը ոչնչացրել է։ Դա հայ ազգի մտավոր բանն է, պոտենցիալն է։ Այս մարդը ոչնչացնում է մեր պոտենցիալը, մեր ապագան։ Այն իր ասած ապագական է ամենին ինչ որ իրենք ամեն օր ասում են որ կառուցում են Ես տեսել եմ այդ կարծվածները տեսել եմ իհարկե 60 դպրոց կառուցել են իրանց ասած 300-ի փոխարեն բայց դա նշանակում է որ
այն 10 դպրոցները գյուղերը որ փակվել են, նրանք պետք է գան այդ մեկ շեն դպրոցը, հա ճիշտ են ասում, բայց դա նշանակում է այն 9 գյուղը փակել։ Այդ բանա ոսկե թղթի կոնֆետի թուղթավոր ցույց են տալիս, բայց որը նշանակում է այն 9 գյուղերը փակել։ Միշտ այս օրինակը բերում եմ։ Ամասիայում կա 26 գյուղ։ Մի հատ մտքով հաշվեք 26 գյուղ, 22 դպրոցը փակում են, 22 գյուղի դպրոց, մնում է 4 դպրոց։ Բարձր լեռնային գոտում գնացեք, հա, 4-ից մեկը Սիրուն է, Սարգած է։ Այդ ջանդամ թե Սիրուն Սարգած դպրոցն է, եթե 22 գյուղ դատարկվում է եւ այնտեղի բնակիչները այլևս տեղափոխվում են Ամասիա Գյումրի, այդ գյուղը վերանում է, այդ քո Սիրուն շենքում է պետք։ Այս մարդիկ խելքներ չի ասում, դպրոցի սիրունությունը չի կրթությունը։ Կրթությունը նա է, որ տեղում է երեխեն կրթություն է ստանում, իր ծնողների հետ է, ծնողներն են օգնում, ծնողները Հրանտ Մաթեոսյանի նման երեխուն ասում, քեզ բերել են, որ գյուղում մնաս։ Բան Հրանտ Մաթեոսյանի հերոսը Սամին ասում, նայլա ուզում գնա քաղաք, ասում եմ քեզ գյուղում պահելու համար ենք բերել։ Հիմա այդ մարդիկ գյուղը սահմանը պահող բնակիչներ են։ Ինչ ավիրացություն են անում մասսայական, բոլորը գալիս են Երևան, հանդիպած կլինենք Երևանի տաքսիստների, մեծ մասը շրջաններից են, պատշարները, առևտրականները, բոլոր Երևանից շրջաններից են գալի։ Երևանում չեն մնացել արդեն։ Ուրեմն 90%-ը Հայաստանի ծառայությունների բանը սրճաններ, տաքսիներ, չգիտեմ, ռեստորանային ծառայություններ, լվացկատններ, չգիտեմ, տորթխոներ, բոլոր ծառայությունները 89%-ը Երևանում է։ Իսկ 11%-ը մնացած բոլոր մարզերը միասին իրար հետ են։ Երևանի այս պահին կառուցում է 400 դպրոց, ներողություն, 400 շենք, 400 բազմաբնակարան շենք կառուցվում է միայն Երևանում։ Այս իշխանությունների ավիրացությունը նա է, որ Հայաստանը տեղափոխում են Երևան, Հայաստանը դատարկում են։ Եվ սա պետք է կանգնացնել, եթե հանկարծ այս իշխանությունները մնացին, հավատացնում եմ ձեզ 5 տարի հետո Երևանը դառնալու է Հայաստան։ Այսինքն մնացած բոլոր գյուղերում գիտեք ինչ էին ասում, որ դիտավորյալ դատարկում են, որ ուրիշներին բերեն։ Չգիտեմ ինչքանով է դա, բայց դուք խոսում են այդ։ Գանք քաղաքական, ավելի շատ քաղաքական հարցեր։ Սա էլ էր, բայց ավելի շատ են խորը քաղաքական հարցերին, պարոն Մանուկյան, այ ասացիք, որ եթե իշխանությունը գա, այս ամեն ինչը շարունակվելու է։ Բայց մենք եթե հարցումներն ենք նայում, եթե առհասարակ տեսնում ենք քարոզարշավի ընթացքը, կարծես թե հարցը մնում է այն, թե Նիկոլ Փաշինյանը 50+1 է հավաքելու, թե ոչ։ Մոռացեք, այդպիսի բան չկա։ Մոռացեք, ես այդպես մտածում էի երբեմն, որ կարող է այդպես լինել, երբ որ գյուղեր չէի գնացել։ Բայց այս գյուղերի իմ այցելությունների ընթացքում ես արդեն համարյա 2 ամիս է ուսումնասիրություններ անում, մտածում եմ Երևանը քաղաքները կհաղթի, ժողովուրդը կհաղթի, Նիկոլը կպարտվի, գյուղերում Նիկոլը կարող է հաղթի։ Բայց երբ որ պատտվեցի այդ գյուղերում, հատկապես դպրոցները փակվող գյուղերում, տեսա որ ամենևին այդպես չի, ժողովուրդը կտրուկ նվազում է իշխանությունին աջակցող մասան, մնում են իհարկե վարչականը մնում է, բայց հետաքրքիր մի երևույթ էլ եմ հայտնաբերել, ընդ որում մասսայական էր եւ բոլոր տեղերում կար։ Շատ մասը չէր ասում ընդհանրապես կարծիք, կամ վախեցած էր, կամ թաքցնում էր, եւ բոլոր իմ ընկեր վերլուծաբանները կարող է նաեւ ամաչում են, երկու բան կար, մեկը ասում են ամաչում է, կամ էլ վախենում է ասել, որ չի քննարկվարկելու իշխանություններին։ Բոլոր դեպքերում եզրակացությունը մեր բոլոր տարածքային կառույցների հետ այսպես մոնիտորինգ է անում եւ խոսում է, ասում են սպասեք անակնկալների։ Հետաքրքիր է, բոլորի մոտ նույն եզրակացությունն էր, որ այդ գաղտնիության մեջ, որ իրանք մեծ մասը, ասենք մոտավորապես 60% կարծիք չի ասում։ Դրա մեջ անակնկալներ կարող է լինել, ես վստահ եմ, որ այդ անակնկալները լինելու են ի վնաս Փաշինյանի, որովհետև գիտեք ոնց է, այն ինչ որ ինքը հիմա անում է, նպաստում է իմ ասածին, այս հիստերիկ, անզուսպ, լկտի, փողոցային այս դրսևորումները, շարժումները, խոսույթը վնասում է իրեն եւ սովորական մարդիկ էլ են տեսնում, թե ինչա կատարում եւ ասում են, ասում ենք վստահ է մեր գլուխը, ասում է վստահված մեր երկիրը, մեր ճակատագիրը։ Եվ այնպես չի, որ այդ մի քիչ հասարակ մարդկանց մասն եմ ասում։ Իսկ մի քիչ անալիտիկ հնարավորություն ունեցող մարդիկ նայում են, թե
աշխարհում այսօր ինչ է տեղի ունենում։ Ես ամեն առավոտ ասենք արթնանում եմ, իսկ իմ ընկերներն էլ հենց իրար հանդիպում ենք, հաշվում ենք թե ինչ եղավ Իրանի հետ, Չինաստանի հետ, Ամերիկայի հետ, Ուկրաինայի վիճակը ինչ է, որովհետև մենք փոքր ազգ ենք, փոքր երկիր ենք, ուզես թե չուզես կախված ենք այդ դրսի քամիներից, չես կարող դրա դեմ առնել, չես կարող մեկուսացվել, եւ հիմա աշխարհում գնում է շատ հետաքրքիր process, արագընթաց, այսօրվա ամբողջ իմանալիզը առավոտից մինչեւ այս բա Չինաստանում 3 հատ հանդիպում տեղի ունեցավ վերջին 1 ամսվա ընթացքում։ Իրանի պաշտոնյաների արտգործնախարարի հանդիպումներ Չինաստանի նախագահի հետ, Թրամփի հանդիպումներ, այցելություններ Չինաստան եւ այսօր Պուտինի հանդիպումներ Չինաստանի հետ։ Այստեղ է եփվում աշխարհի ապագան։ Հիմա այնտեղ բաժան են անում, բարիշում են, գազ են անցկացնում, հրթիռներ չեն տրամադրում, հորմուզն են բացում։ Պայմանավորվածությունները այս 3 ուժերի, այս 4 ուժերի մեջ է։ Եվ այդ ուժերը բաժանում են այդպես է դա հիմա մեր սրտով է թե սրտով չէ, դա է դրվածքը, դա թե այդպես է, հզորները որոշում են նաև փոքրերի ճակատագրերը, եւ ինչու համար եմ սա ասում, Հայաստանը անհաղորդ է այս գործընթացներին, որովհետև եթե Հայաստանը միշտ մենք ասել ենք հաղորդակից լիներ այս process-ներին, կպահեր բանը ռազմավարական հարևանությունը, բարեկամությունը Իրանի հետ, Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ, որը ամենևին չի նշանակում, որ լավ հարաբերություններ չպետք է պահել Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների։ Սա է լուծում, աշխարհի լուծում, այսինքն դու երկու քաղաքակրթությունների բախման եզրանում ես, եզրին ես, մեջտեղում ես, եւ քո խելոք, միակ, ուրիշ ձև չկա, միակ խելոք վարքը պետք է լիներ երկուսի հետ էլ փորձել լավ հարաբերություններ ունենալ, որպեսզի ոտքի տակ չլինեն։ Որ այսօր Չինաստանն ու Ռուսաստանը քննարկեին Հայաստանին օգնելու հարցը, ոչ թե որ ժողովուրդ ոնց որ թե Հայաստանը թռնում է այս բանից, արևելքից թռնում է ամերիկացիների գիրկը, եկեք ոնց կասեցնենք այդ գործընթացը։ Վստահ եմ քննարկվելու, ասենք Հարավային Կովկասի, որտեղ Իրանի կոնտեքստում ենք մենք ավելի շատ նայում, այդ խնդիրը նայվելու է։ Հայաստանը իրեն չի պահում այնպես, որ այդ մեծերի բանակցությունների սեղանի ժամանակ Հայաստանը իր շահեկան վիճակով դուրս գա։ Այլ հիմա ինքը դիտվում է մի այսպիսի սուբյեկտ, խնդրում եմ ուշադիր լսեք, որ 6000 գլխիկանոց ատոմային զենք ունեցող մի գերտերությունից փորձում է թռնել մեկ ուրիշ 6000 ատոմային միջուկային զենք ունեցող գերտերության գիրկը։ Արդյոք այս թռիչքը անվտանգ է լինելու իր համար։ Արդյոք սա ճիշտ ստրատեգիան էր հայ ժողովրդի եւ իմանալով որ ներքևում ախելք Նիկոլ Փաշինյանի, որ Էձևի թռիչք, Էձևի կատաստրոֆիկ, Էձևի բանը турբուլենտ բաների ժամանակ չպետք էր անել։ Մենք կարող է կորցնենք մեր պետականությունը։ Եվ արդյոք պետք է այսօր այդ մեր պատերազմից հետո մի ստրատեգիական ռուս ռազմավարական ստրատեգիական ընկերոջը փոխարինել թուրք անվստահելի ադրբեջանացի անվստահելի գործընկերների։ Արդյոք սա է պատմական ճիշտ ընթացքը, որը մենք գնում ենք։ Ես կարծում եմ, չէ, եւ մեր անալիտիկ մտածողները, ուսուցիչները, դասախոսները, չգիտեմ, կոմպյուտերշիկները, ինտելիգենցիան, երիտասարդները, կարդացող երիտասարդները պետք է եզրակացություն անեն։ Մեր երկիրը արդյոք գնում է ճիշտ ճանապարհով։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ապա այս ադրբեջանացումը մեզ համար դառնալու է գլխացավանք երկրի սուվերենությունը կորցնելու միջոց։ Այսինքն խնդիրը գիտեք որն է։ Ես կուզեի հիմա խոսել մեր ծրագրերի մասին, սիրուն ծրագրերի մասին, ունենք ռազմավարական այնքան լավ ծրագրեր են կարել 2 տարվա ընթացքում, բայց մեծ խնդիրը ուրիշ տեղ է, երկրի պետականության պահպանությունն է։ Մենք կարող ենք պահել այս ընտրությունների արդյունքում երկրի պետությունը, պետականությունը, անկախությունը, թե չէ։ Այդ մեծ քամիներից խուսափելու ենք, թե չէ։ Դրա համար է կներեք խոսքից խոսքի։ Դրա համար է որ միակ ընտրությունն է, որ դրսի մեծ գերտերությունների միջամտությունը մեր ներքին գործընթացին ընտրությունը ակնհայտ է։ Չի եղել sense բան։ Վենսը իր կարծիք ասեց, Մակրոնը իր կարծիք ասեց, Պուտինը իր կարծիք ասեց, Էրդողանը իր կարծիք ասել, Ալիևը իր կարծիք ասել։ Թե ինչպես են տեսնում Հայաստանի ընտրությունների ելքը։ Չի եղել sense բան, հավատացնում եմ։ Այսինքն մենք պետք է հիմա գնանք այդ արտաքին ճնշումների եւ արտաքին ազդեցությունների արանքից դուրս գալու ճանապարհով ոնց ենք անելու չգիտեմ։ Շատ բարդ հարց է իրականում, պարոն Մանուկյան, երբ որ հարց է դրվում չընտրել Նիկոլ Փաշինյանին, գնալ ընտրության, ընտրել ցանկացած այլ ուժի,
Կամ իստվար զանգված, որը հարցնում է, լավ Նիկոլ Փաշինյանին չընտրեմ, ընտրեմ այս ուժին, որ օրինակ Քոչարյանին ով թալանել է, ընտրեմ այն ուժին, ով օլիգարխ է Հայաստանի Հանրապետությունում, կամ ընտրեմ այն ուժին, ով Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն է ծավալել, էլի օլիգարխ է համարվում։ Ձեր ուժի հասցեին ինչ մեղադրանք է հնչում։ Ոչ մի մեղադրանք այդպես չի հնչում, մեղադրանքներ եթե կան Նիկոլի կողմից են, որոնք աբսուրդ են, որ մենք Ղարաբաղյան շարժում ենք սկսել, որ մենք համարյա իզուր ենք գրավել, ազատագրել, հայացքը որ ավանտյուրա էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ավանտյուրա էր, Ղարաբաղը բերեց Հայաստանի վզին կապեց եւ Հայաստանը թուլացավ, քանի որ Ղարաբաղ կար, Ղարաբաղն էլ տվեցին, որ Հայաստանը բան է, աննորմալությունները չեմ ուզում մեկնաբանել, բայց ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել, Հայաստան մի քաղաքական ուժ կա, որը երբ որ երանախագահությունը առաջարկեց Ղարաբաղի հարցում կոմպրոմիսային լուծում, ասում էր մենք համաձայն ենք այդ լուծմանը, որը կոմպրոմիսային էր, որտեղ եւ ազգային ինքնորոշումը կար, եւ տարածքային ամբողջականությունը կար, մենք պետք է հանձնեինք ազատագրված այդ տարածքները, պահեինք Ղարաբաղը Լաչինով, Քյալբաջարով Հայաստանին կպած։ Սա իդեալական լուծում է։ Այսօրվա քաղաքական կուսակցություններից բոլորը, որոնք մասնակցում են, բոլորը առանց բացառության, չեմ ամաչում սա, ասում են Ղարաբաղի հարցը լուծված է։ Մեծախոսական էր ամբողջ բանը, պորոտական էր, պոլիտիկ չկար այնտեղ մեջը, բոլորը կենացնում են, բոլորը ասում են, որ հարցը լուծված է եւ պետք չէ գնալ փոզիցիոններ եւ դրանց առաջնորդներից մեկն էլ Նիկոլ Փաշինյան։ Պատմությունը ցույց տվեց, որ լուծված չէր եւ մենք դառը ճշմարտության կրողներ ենք եւ մենք միշտ այն ուժն ենք, որը բացարձակ խոստում չի տալիս, սիրուն բաներ չի տալիս, ընդհակառակ միշտ դառը բաներ է ասում։ Վանուն ասում է ճշմարտությունը բանն է, այնա որ դառը անալգին ոչ մեկ չի սիրում, բայց անալգինը պիտի կուլտած, դառնա, բայց պիտի կուլտած։ Հիմա էլ վիճակը այսպեսին է, եթե մեր ուժն է միայն ասում, որ մենք պետք է գնանք խաղաղության, ռեալ խաղաղության, որի արդյունքում դուք արժանապատվություն ինքնիշխանություն չես կորսում։ Եվ սիրուն բաներ չենք ասում։ Մենք հիվանդ ենք այն բանով, սիրուն բան չենք կարող ասենք։ Ականջոյող, ականջահաճո կամ ժողովրդահաճո, այդ մեր բրենդն է։ Չասել հաճելի բաներ, դառը բաներ եւ դրա պատճառով նաեւ քիչ ձայներ ստանալ։ Հիմա էլ ենք ասում, ժողովուրդ, Հայաստանը կործանվում է։ Մենք մեզ ասոցիացնում ենք Հայաստանի անկախության հետ։ Մենք տառապել ենք 35 տարի եւ ելի կտառապենք ինչքան կարանք, որ Հայաստանի պետականությունը կայանա։ Եվ խնդիրը հետեւյալն է. ձայն տվեք այն ուժին, ով ձեզ չի խափե, ով փողերի մեջ թաղված չի, ով մեծ ռեկլամներ չի անում, որտեղ չունի այդ հնարավորությունը, ով միայն միտք է գեներացնում, մենք կարծիքներ ենք տալիս, մենք Իրանի հետ երկաթուղու ծրագիր ենք տվել 3 միլիարդ դոլարանոց, որը դժվար, բայց միակ ծրագիրը է, որ արևելք, արևմուտք եւ հարավ-հյուսիսի երկրներին կամախմբի մեր մոտ, որպեսզի խաղաղություն լինի, այդ տնտեսական խաչուղի ստեղծել տրանսպորտային, որտեղ արևելքն ու արևմուտքը շահագրգռված կլինի Հայաստան ներդրում անել, ոչ թե բաժան անել, այլ երկուսն էլ գան ներդրում անել։ Դա է մեր լուծումը եւ մեր թիրախը մշտապես լինում է ոչ թե նրանք, ովքեր ասֆալտն են սիրում կամ թոշակի բարձրացումը, այլ նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանի անկախությամբ։ Դա մի քիչ միջին խավն է, մի քիչ ինտելիգենտ մասն է, քիչ տոկոս է, գնալով կչանում են որում այդ տոկոսը, մենք չենք կարող համոզել ասֆալտը սիրող մարդուն, որ ես հանդիպեցի ուրեմն Եղեգնուտում որտեղ ես աշխատել եմ իմ աշակերտներին, դպրոցը փակվում է, այն իմ դպրոցը որտեղ 6 տարի աշխատել եմ ես, որպես գյուղական ուսուցիչ, ասում եմ ձեր դպրոցը փակում են, ախր չեք իմ աշակերտներին եմ ասում, որոնք արդեն 45-50 տարեկան են հեսա։ Բայց ասում Նիկոլը ասֆալտ արեց մեր գյուղ։ Այ ասում ժողովուրդ, դպրոցն է կարևոր թե ասֆալտը։ Լավ արել ասֆալտը, ապրի ինքը։ Հիմա էլ որոշ տներ սարքում է բաներում, սահմանամերձ գյուղ, ապրի շատ լավ անում, որ սահմանամերձ գյուղերում տներ են կարծում, լավ է։ Բայց դպրոցը փակելը մշակութային միակ կենտրոնը, գյուղի միակ կենտրոնը, որտեղ հարսանիք են անում, չգիտեմ, սպորտ մրցումներ են անում, նոր տարվա հանդես են անում, գրող բանաստեղծա գալիս հանդիպում են եւ այլ, այդ փակում են։ Որն է ձեզ համար, ասալտը 5 տարի դու կկանվի, բայց դպրոցը կվերանա, դպրոցի զանգը չի հնչել։ Սա ողբերգություն չի, 229 դպրոցում 2 օր հետո կանչի վերջին զանգը վերջին անգամ։
տրագեդիա վերջին անգամ կընչի վերջին զանգը 229 դպրոցում։ Ժողովուրդ դուք գնալու եք քվեարկեք այս մարդուն։ 229 դպրոցի վերջին զանգը վերջին անգամ խփող ղեկավարությանը կարելի է ձայն տալ։ Գնացեք ձայն տվեք ձեր հարցի պատասխանը անկախական ուժին։ 30 տարի ձեր աչքի առաջ եմ։ Ոչ մի բանով չեք կարող ինձ մեղադրել, ոչ մի բանով։ Ունեմ մի արժեք, դա երկրի պետականությունն է։ Հիմա ձեր ասացի պատասխան, ոչ արևելքին տվեք, ոչ ռուսներին, ոչ արևմուտքին, նրանց փողերով սնվողներին, սպառնացուն, կա կենտրոնական հայկական օրակարգի միատուր Հայաստանի Հանրապետության անկախության հետ կապված կոնկրետ ուժն է, բայց սա չի նշանակում մնացածներին ձայն մի տվեք, եկեք քվեարկության ում ուզում եք տվեք, որովհետև վերջին հաշվով անգամ ընտրություններից հետո այդ ուժերը միավորվելու են եւ այդ ուժերի միավորման արդյունքում է լինելու իշխանապողությունը։ Պարոն Մանուկյան, ամեն դեպքում դուք ասացիք, որ դուք ականջահաճո եւ ժողովրդին այսպես հաճելի բաներ չեք ասում եւ հետեւաբար ձեր ձայները այդ իմաստով միշտ էլ քիչ են լինում։ Նաեւ դրա պատճառով։ Նաեւ դրա պատճառով։ Այ ո՞րն է ձեր մասնակցության բուն նպատակը ընտրություններին։ Պետականության պահպանությունը եւ բոլոր, շնորհակալ եմ այդ հարցի համար, բոլոր հաղորդումների ժամանակ ես ավարտում եմ հետեւյալով. այս ընտրությունները հանրակրվե են։ Հանրակրվե է, որի արդյունքում մենք պետք է որոշենք, ժողովուրդը պետք է որոշի։ Այստեղ Պուտինն ու Տրամպը, Էրդողանը բանը ազդեցություն չունեն։ Յուրաքանչյուր քաղաքացին պետք է որոշի, պահպանենք մեր 35 տարի առաջվա հանրակրվե արդյունքները, մեր ծնողների, մեր եղբայրների քվեարկածը, 2 միլիոն մարդու քվեարկածը, թե գնում ենք ադրբեջանացման ճանապարհով։ Մյուս ճանապարհը այլընտրանք ադրբեջանացումն է։ Փոխել դրոշը, փոխել հիմնը, հռչակագիրը հանել, Մաշտոցը հանել, Արարատը հանել, Մոնթեն հանել դասագրքերից, Ղարաբաղյան շարժումը քրեականացնելով խոսա դրա մասին եւ այլն, պատմությունը մոռացնել տալ։ Սա է մեր ընտրությունը, կամ պահում ենք այդ 35 տարի առաջվա հիմնադրած մեր հանրապետությունը, կամ գնում ենք ադրբեջանացման ճանապարհով։ Եվ դա հանրակրվե է։ Մեր առաքելությունը, մեր մասնակցության նպատակը մեր պետականության պահպանությունն է։ Հայաստանի Հանրապետության պահպանությունը։ Սա գեր խնդիր է։ Սա խնդիր է, որը այսօրվա ժամանակից դուրս է։ Այդ խնդիրը գնում է դեպի սերունդներ, գնում է դեպի հեռու ժամանակահատվածներ։ Մեր ծրագիրը այդ առումով էլի պոպուլիստական չէ, տեսեք ես ոչ մի բան չասեցի, որ երկարաժամկետ է։ Հա, որ գյուղացին մտածի, այսինքն լավ բան ասեց Արամանուկեն, գնամ ձայն տամ, երեխուս կոշիկն ու հացը ավելի ապահով կնի։ Բայց եթե խոր մտածեն, իմ ասածը ավելի հեռանկարային է, ավելի ապահովող, ավելի կանխատեսելի Հայաստան ստեղծելու ծրագիրը, եւ դրա համար ես անվանում եմ այն հանրակրվե։ Եկեք հանրակրվեի ժողովուրդ ում ուզում եք քվեարկեք, եթե մեզ քվեարկեք խորին շնորհակալություն, բայց եկեք մասնակցեք, որպեսզի մեր պետականության պահպանությունը երաշխավորված լինի։ Եկեք մասնակցեք, 10 համարին քվեարկեք եւ պահենք մեր պետությունն ու պետականությունը։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Լավ եղեք, կհանդիպենք։